Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ երևի թե այսօրվա հաղորդումը ընդհանուր առմամբ ամբողջությամբ երևի թե կնրվիրվի Գյումրու ընտրություններին, կարծիքների տեսանկյունից, տրամաբանության տեսանկյունից եւ իհարկե հիմնված նաեւ երեկվա բանավեճ կոչվածի վրա, բանավեճ, որտեղ բացի որ ցույց տվեց, որ բացի այն, որ տեխնացուների մեծ մասը իրար հանդեպ հարգանք չունեն, այլ նաեւ գյումրեցիների հանդեպ հարգանք չունեն եւ հարգանք չունեն առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ, այլապես անգամ հարգանք չունեն իրենց իսկ թողած ստորագրության հանդեպ։ Հիմի իհարկե հերթով կանդրադառնանք, բայց նախ ասեմ, որ այս Գյումրու ընտրությունները այնպիսի թափ են հավաքել ինֆորմացիոն, քվազի ինֆորմացիոն, fake ինֆորմացիոն, իրական ինֆորմացիոն դաշտում այնքան են լցված, այն որ ոնց թերթում ես Գյումրի, որ այդ ընթացքում կորում են նաև շատ կարևոր հայտարարություններ, շատ կարևոր տարածաշրջանային իրավիճակների հետ կապված հենց նույն Ֆրանսիայի մեղրի կատարած այցի հետ, որը պատահական բան չէր, ինչու ոչ նաև այս արդեն այսօր Միացյալ Նահանգների դեսպանի այցի հետ Սյունիքի եւ Արարատի մարզեր Սուրբ Ռիփսիմե եկեղեցի նրա հայտարարությունները, թե ինչից են բխում այդ հայտարարությունները, մի խոսքով այս ամեն ինչը կարծես իր հետաքրքրությունը կորցրել է Գյումրու ընտրությունների ֆոնին, որը այնքան էլ լավ չի, որովհետեւ մենք այսօր տեսնում ենք տարածաշրջանում նաեւ ինչպես են զարգանում դեպքերը կապված նույն հութիների հետ, Եմենյան եւ Միացյալ Նահանգների սպառազինության ցուցադրման հետ, որը հաստատ միայն այդ հութիներին արգելափակելու համար չի, վստահաբար այնց սպառազինության մասին է խոսքը, որ դա կարող է բավականին ծավալուն, լայնածավալ գործողությունների սկիզբ լինել եւ այդ իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը բնականաբար լուրջ ցնցումների հնարավոր է ենթարկվի, ես չեմ ասում ուղիղ պատերազմի մասին, չնայած դա էլ բացառված չի, նայելով Ադրբեջանի պահվածքը նույն խաղաղության պայմանագրի վերաբերյալ, նա փորձում է թույլատրել դրա կարեւորությունը եւ դրա կարեւորությունը ինչքան որ զարմանալի չէ արդեն, փորձում է թույլատրել մեր 5-րդ Շարասյան միջոցով նաեւ, ասենք խաղաղության պայմանագրի կարեւորությունը փորձում են հնարավորինս իջեցնել զրոյական մակարդակի այդ մեծածավալ աշխատանքը Ալիևը եւ մեր 5-րդ Շարասյունը հանրապետական ու դաշնակցական կուսակցության հատկապես падգամավորական ներկայացուցիչները, դե նրանց նախագահների գրասենյակների գրառումներն էլ չասենք, դա առհասարակ մի առանձին պատմություն է, կարծես այդ մարդիկ ուրիշ երկրում են ղեկավար եղել, չնայած այստեղ պետք է Ալեն Սիմոնյանի խոսքը մեջ բերեմ, մենք այդ թեմային մի քանի անգամ անդրադարձել ենք, թե ինչպես պիտի Հայաստանի պատմության գրքում արձանագրվի եւ երեխաները, երիտասարդ սերունդը ինչ պետք է սովորեն, այո, ցավոք սրտի նորանկախ պետությունը, նորանկախ Հայաստանի Հանրապետությունը 91 թվականից հետո ունեցել է երկու լեգիտիմ ընտրություն, մեկը եղել է հենց Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին ընտրությունը, երկրորդի ժամանակ 91-ին, 96-ին արդեն ընտրակեղծարարությունը մոդայիկ էր եւ քանի որ չպատժվեց այդ ամեն ինչը, դա դարձավ բնավորություն եւ մենք դրանից հետո երբեւե չունեցանք որևիցե լեգիտիմ իշխանություն, ում քաշը կբավարարեր միջազգային ատյաններում ներկայացնել մեզ բոլորիս, ինձ, ձեզ, մյուսին, որովհետեւ այդ նույն տվյալները ունեն այդ երկրների հետախուզական կազմակերպությունները, որոնք որ պարբերաբար զեկուցում են իրենց ղեկավարին, թե Հայաստանն իրենից ըստ էության ինչ է ներկայացնում եւ Հայաստանի ղեկավարն էլ ըստ էության որքանով է ներկայացնում հայ ժողովրդի շահերը։ Հայ ընտրակեղծարարությունը այդպիսի կործանարար բաներ ունի եւ դրանից հետո արդեն
հեղափոխությունից հետոյի ընտրություններն են։ Այսինքն համարել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին երկրորդ եւ երրորդ նախագահներ, սա թյուր կարծիք է ամբողջովին, եւ սրա հանդեպ վերաբերմունք պիտի մասնագիտական ձևով լինի, կրթական հաստատություններում պետք է այս ամեն ինչը ներկայացվի ոչ թե քաղաքական տեսանկյունից, որովհետև քաղաքական տեսանկյունից կարող է շահեկան դիրքերում հայտնվի ներկայիս իշխանությունը, այլ առհասարակ այս մասնագիտական տեսանկյունից գնահատական պիտի դրվի այս ամեն ինչին։ Եթե մենք չկարողանանք այդ գնահատականը գոնե բարոյական տեսանկյունից եւ կրթական տեսանկյունից, մասնագիտական տեսանկյունից դնել զրոյական կետի վրա, մենք չենք կարող ունենալ հենման կետ առաջ գնալու համար, քայլ անելու համար բավարար չի միայն մի ոտքը մյուսից առաջ դնելը, քայլ անելու համար անհրաժեշտ է նաև մի ոտքը հենման կետի վրա պահելը, այլապես հնարավոր չի լինի, եւ սա պետք է մենք բոլորս ընդունենք որպես իգիտություն եւ այս պահանջը պիտի ձևավորվի, ձևակերպվի անկախ նրանից թե ով ինչ քաղաքական հայացքներ ունի, բայց իրադարձություններին պետք է տրվեն հստակ գնահատականներ։ Այ երբ որ ժամանակին ասում ենք իրավաքաղաքական գնահատական նախկիններին, նաև սրա համար էինք ասում, բայց եթե իրավաքաղաքական գնահատականը ինչ որտեղ գուցե վիճահարույց հարցեր կարող է ստեղծել աշխարհի հետ աշխատելու հետ կապված, չնայած ես չեմ կարծում, որ այդպես կլինի, որովհետև այդ աշխարհի հետախուզությունները շատ ավելի լավ գիտեն, թե ինչ է իրականում Հայաստանում տեղի ունեցել, այնուամենայնիվ, եթե դա հնարավոր է դիտվի միակողմանի ինչ որ քաղաքական ազդեցություն, ապա ուրեմն դա պետք է լինի բարոյամասնագիտական գնահատական, մոտավորապես այսպիսի ձևակերպում, հա, թողնենք եթերում, թող մնա բարոյամասնագիտական մասնագիտական ձևակերպում։ Ուրեմն հիմի գանք Գյումրի թեմաներին, դե առանց միջադեպերի չանցավ, ամսի 15-ից սկսվեց պաշտոնապես քարոզարշավը եւ քարոզարշավի ընթացքում տեսանք ինչեր տեղի ունեցան։ Հիմա ես խոսքս ընտրում եմ ուղղում եմ ձեզ հարգելի գյումրեցիներ։ Տեսեք, Գյումրիում ինչպիսի ընտրություններ են։ Գյումրիում միայն քաղաքապետի արդեն ընտրություններ չեն, դուք բոլորդ շատ լավ դա գիտակցում եք։ Գյումրիում ոչ էլ համապետական ընտրությունների նախերգանքի ընտրություններն են, դա էլ երևի թե շատ լավ պատկերացնում եք, ոչ։ Գյումրիում ընտրություններ են քաղաքակրթության եւ վայրենի մնալու միջեւ, քաղաքակրթության եւ աբորիգեն մնալու միջեւ, Գյումրիում ընտրություններ են քաղաքակրթության եւ քրեամշակութային բարքերի միջեւ, կատարեք ձեր ընտրությունը ձեր խղճով, ինչպիսին էլ որ դա լինի, մենք կընդունենք, բայց դուք պիտի իմանաք, թե ինչի եւ ինչի միջեւ է ընտրությունը, դա անձերի միջեւ չի։ Այ օրինակ երեկվա բանավեճը դիտում է ինչ որ լսում է որոշակի մեղադրանքներ նաև ԿՊ-ի հասցեին, կարող են լինել մեղադրանքներ, հարցը դա չի, բայց ես շատ կուզեի տրամաբանություն դրվեր տակը, էլի։ Ես ուզում եմ բոլորին հիշեցնել, որ Գյումրիում քաղաքացիական պայմանագիրը երբեք իշխող խմբակցություն չի եղել։ Իշխող երբեք մի անգամ եղել է Բալասանյան դաշինքետ, այն էլ դաշինք ավելի շատ էր ձեն հավաքել, միասին միավորվեցին, ընդ որում Բալասանյան դաշինքի ներկայացուցիչները սկսեցին թերի աշխատել, ինչի արդյունքում մեզ բողոք բարձրացրեց նույն այդ ԿՊ-ն, որովհետեւ կարող էր, չէ, ասել լավ դե աշկ փակել, ասել լավ դե գլորենք թող գնա։ Բայց չէ, տեսա որ չի լինում աշխատել, մարդիկ հասան նրան, որ հրաժարականներ եղավ, գումարած դրան ԿՊ-ն իր ներկայացուցիչին չառաջադրեց, ասեց այդպես ազնիվ չի, այդպես ճիշտ չի, ինչ եմ կարծիքով պիտի գյումրեցիները գնահատեն, չէ որ գյումրեցիներն են սիրում ասել, որ իրենք տենց հայրաքաղաքի ներկայացուցիչներ են, քաղաքակրթության կենտրոն, մշակութային եւ այլն։ Ահա, խնդրեմ ձևավորեք մշակույթ, ինչպիսի մշակույթ եք դուք հարգում եւ ընդունում։ Խնդրեմ ցույց տաք մեզ վաղուց մյուս օրվա ընտրություններում։ Ու գնաց պրայմերիզը, նույն քաղաքացու խոսքը հաշվի առնելով ընտրվեց ժամանակավոր պաշտոնակատար, հիմա էլ արդեն դե տեսնում եք Հիմա էլ դե տեսնում եք արդեն ինչին է եկել հասել։ Հիմա
Բայց ամեն դեպքում ընթացս ինչեր են տեղի ունեցել, դա էլ հաշվի առնելով գնանք, լավ։ Ուրեմն տեսեք։ Հերթով գանք, ինչից են շատ բողոքում իբր արհեստական բողոքում, թե բանա, ինչի եք մեզ անվանում Սերժա Քոչարյանական ուժեր։ Կներեք, իսկ ինչպես է անվանենք, իսկ ինչի եք դուք վախենում ձեր վրա վերցնել դա։ Ինչի եք, որովհետև ինքներդ ընդունում եք, որ Սերժն ու Քոչարյանը հանցագործներ էին, ճիշտ է։ Դուք ամեն ինչ արեցիք, որպեսզի այդ երկու անուններից հեռու մնաք։ Բայց փաստը փաստ է, որ այնտեղ դաշնակ եք, այնտեղ հանրապետական եք, այնտեղ պատիվ ունեմ դաշինքից եք, այնտեղ Հայաստան դաշինքից եք։ Այսինքն ձեր քաղաքական ղեկավարները, դա մենք չենք հորինում։ Ձեր քաղաքական ղեկավարները այս երկու անձնավորություններն են։ Այսինքն, սիրելի գյումրեցիներ, այս մարդիկ էլ շատ լավ հիանալի գիտակցում են, որ այդ անունները հանցագործ անուններ են եւ իրենք տիկնիկներ են այդ տիկնիկնագավառի ձեռքում ու պիտի ձեզ ինչ-որ բաներ համոզեն։ Հիմա հասարակ բան։ Չխորշեց Նիկոլ Փաշինյանը եւ եկավ Գյումրի Քարոզարշավի շեմին, եկավ Գյումրի եւ ներկայացավ ու ներկայացրեց իրենց տեխնացուին Սարիկին։ Բա ինչի Սերժ Սարգսյանը չեկավ ու ներկայացներ իր երկու տեխնացուներին։ Ինչի Քոչարյան Ռոբերտը անձամբ չեկավ, որ ներկայացներ իր երկու տեխնացուներին։ Որովհետև իրանք էլ շատ լավ հասկանում են, որ այն խժդժություններն ու դավադրության տեսությունները, որ ձեր ներսում ներարկել են, այն ատելությունը, որ ձեր ներսում ներարկել են, իրենց ներկայությամբ կարա հոդս ցնդի։ Իրենք դա շատ լավ գիտեն։ Ընդ որում այնքան լավ գիտեն, որ իրենց տեխնացուներին համոզել են, ասել են, բացատրել են, որ մեր անունը չտակ, որովհետև հենց մեր անունը տվեք համահելնում է։ Բայց միևնույնն է, անուն տալ չտալով չի, քաղաքացին դա շատ լավ գիտի։ Մյուս կողմից, հիմի տեսեք, Վարդան Ղուկասյանը չէր ներկայացել բանին, բանավեճին։ Գիտեք սա ինչի արդյունք է։ Հերթով հիմա ասեմ։ Սա բոլորիս մեղավորությունն է արդեն։ Եթե մարդը տեխնացուն չի ներկայանում հանրային բանավեճի, պետք է հանրությունը 4-0 նրա գործունեությունը գնահատի, իր կողքի մարդկանցից սկսած, որովհետև դա ուղիղ արհամարանք է բոլոր ընտրողների հանդեպ, նաև ձեր հանդեպ, սիրելի Վարդան Ղուկասյանի օգնականներ, շտաբի ներկայացուցիչներ եւ այլն։ Ձեր հանդեպ սա արհամարանք է։ Եթե ոչ ձեր, եթե դուք չեք ցանկանում ընդունել, չէ, մեզ չի արհամարում, ինքը գալիս է բարևում անցնում է, բան, ապա ձեր համակարգացիների հանդեպ դուք այդքան եք իրար հարգում։ Ձեր համակարգացիներին այդքանով եք հարգում դուք, ինչի՞ չեք պահանջել, որ գնա հանրային հեռուստատեսություն։ Ուրեմն այս գնահատականը պիտի լինի 0, սիրելի գյումրեցիներ, 0, չպիտի բևեռականացված լինի, ատենաց Վարդանիկը կհաղթի, թե Սարիկը, սա ամոթ է։ Սա ամոթ է։ Ընտրություն կատարել քաղաքակրթության եւ քրեական ենթամշակույթի հայոյախառն լեքսիկոնի բացահայտ արհամարանքի միջև ու հանկարծ այն մյուսին բերել որոշակի ձայներ, տոկոսներ, սա խայտառակություն է։ Եվ ես անկեղծ եմ ասում, նման ընտրությունների նման ելքի դեպքում ես հիմա հստակ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, արմատներով էլ գյումրեցի, հստակ բան եմ ասում։ Եթե ես ընտրությունների արդյունքում տեսնեմ այնտեղ ձայներ, որոնք թույլ են տալի, որ այս ուժերը, որոնք որ կրում են այս ենթամշակույթը, ոչ միայն հաղթել, չհաղթեն, այլ անցնեն ավականի խմբակցության բանին, անցնեն այդ շեմը, ես անկեղծ եմ ասում, այլևս որևիցե գյումրեցի չի կարողանալու ինձ մոտ, իմ դեմը կանգնել ու ասել, որ գիտեք ինչ, բան, Գյումրին տենց մշակութային կենտրոն է, ինքը Հայաստանի հայրաքաղաքն է, երբեք չեք կարողանալու ասել, անձամբ ինձ առած չեք կարողանալու ասել։ Պատասխանատվություն կրեք գոնե ձեր այն հարևանների ու ձեր այն Գյումրու մեծերի ներկայացուցիչների առաջ, մեծամեծ մտավորականների առաջ, ումով որ դուք փորձում եք ներկայանալ որպես այդպիսի քաղաք, պատասխանատվություն կրեք այդտեղ։ Այլապես իսկապես ինձ մոտ չեք կարողանալու ասել։ Եվ ես հիմնավորած ձեզ ցույց կտամ, որ դուք ստում եք։ Կներեք, ես այլ կերպ չեմ կարող արտահայտվել։
Եվ այն մյուս քաղաքացիներն էլ, ովքեր որ սրանից ելնելով կգնան եւ իրենց ընտրությունը հանուն քաղաքակրթության բանականեն, իրենց նույնպես մի դրեք ծանր իրավիճակի մեջ։ Եվ կապ չունի թե այնտեղ քանի տոկոս կհավաքվի։ Եթե շեմը անցան սրան, կներեք բարդ է լինելու դրանից հետո մեր խոսակցությունները։ Շատ բարդ։ Եվ նույն Գյումրի էլ եթե ես գնամ, գնալու եմ որպես հերթական այնպիսի քաղաք, ուր որ ես միշտ գնում եմ, ու նույն Գյումրիի ներսում էլ 1000 հոգով էլ հավաքվեք չեք կարողանալու հակառակը ինձ ապացուցել ու հիմնավորել, չեք կարողանալու։ Մի քիչ իսկապես վերանայեք ձեր քայլերը, այդ պատասխանատվությունը կրեք։ Մի հատ թղթի վրա արձանագրեք, ովքեր են եղել Գյումրու մեծերը, ովքեր են եղել Գյումրին ներկայացնողները, ինչ է եղել Գյումրին ինքն իր տեսակով, ու մտ դրեք համեմատեք ու փորձեք դրա այդ գրածին sense նայել ու ասել ես գնում եմ, ես ինչին կամ ամեն ինչին ձեն տալ, ովքեր որ քրեամշակութային բարքերով են աչքի ընկնում։ Ոստեղ շատ ծանր խոսակցություններ միշտ ենք ունենալու, սա ես իմ ամբողջ կյանքի համար եմ ասում, անկեղծ եմ ասում։ Եվ գիտեք ինչ, միայն խոսքերով չի։ Միայն խոսքերով երբ որ խոսում էին, այն Ռուբեն Մխիթարյանն էր երեք փորձում տենց բաներով աչքի ընկներ, չէ։ Մենակ խոսքերով երբ որ խոսում էին, Արցախը տենց հաղթանակած բան, չգիտեմ, ինչ մի հատ կարգավիճակում, չգիտեմ, ինչ մի հատ զարգացած, մի հատ միավոր էր։ Բայց երբ որ նայում էր գետնի վրա, ինչ կա գետնի վրա գոնե մի հատիկ փաստաթուղթ չկար, Արցախի հանրապետություն ճանաչող կամ Արցախի հանրաքվեն, Արցախում եղած հանրաքվեն բանի տեղ դնող կամ Արցախի բանի հետ կապված, զինված մակարդակի հետ կապված։ Այմի շատ են խոսում Գյումրին սենսն դե դարձրեք այդպեսին։ Եվ ես կրկնում եմ, այն մի հաղորդման ժամանակ ասել եմ, հիմա էլ եմ ասում։ Բա որ Գյումրին այդքան մշակութային տենց հայրաքաղաքն է, կենտրոնն է Հայաստանի Հանրապետության։ Ես ուզում եմ համաձայն լինել դրա հետ։ Ինչ ճիշտ հասկացեք։ Բայց ինչի որևիցե արվեստի գործիչ, որևիցե մտավորական չի տեղափոխվել ապրելու եւ ստեղծագործելու եւ արարելու Գյումրիում։ Այս հարցի պատասխանը երբ որ գտնեք, կհասկանաք ինչն է ճոռոմ երևակայել նշանակում, ինչն է գետնի վրա գործողություն նշանակում։ Իսկ Գյումրին կարելի է այդպեսինը դարձնել։ Կարելի է դարձնել իսկապես այդ երազանքը, որ Գյումրին լինի այդպիսինը, կարելի է դարձնել եւ այդ բոլոր հնարավորությունները կան։ Պարզապես այդ երազանքը պետքա վերաձևակերպել որպես նպատակ, այդ նպատակը համակարգել կոնկրետ քայլերով ու այդ քայլերն անելով առաջ գնալ։ Ինչը որ ոչ մի բան քրեական ենթամշակույթի կրող չի անելու, ոչ ոք։ Դուրս են եկել գլուխ են գովում, ինչով, թե Գյումրին բանը ամենահանցագործ քաղաքներից մեկն էր մեր ժամանակ, ես ինչ սարքեցիք, դուք տեսեք ինչերի վրա են գլուխ գովում արդեն։ Եվ միթե կա ձեր մեջ մարդ, ով գնալու է սրանց ձայն տա, ով իր երեխաների ապագան վստահելու է սրանց։ Դուք կուզեք ձեր երեխաները մեծանան նառկաման ու չգիտեմ հանցագործ, կամ այդ բարքերը կրեն, կամ այդ բարքերը գնահատեն ու գերագնահատեն։ Եվ Ռուբեն Մխիթարյանին էլ խորհուրդ կտամ այսուհետ նենց գոռալով, բոռալով չխոսա, հանրային հեռուստատեսությամբ, որ ասում է պետք է դու իմ բանից ես ստանում աշխատավարձ, այո, նա ստանում է ոչ միայն քո, այլ նաև իմ ու բոլորիս մուծած հարկերից աշխատավարձ, եւ իր աշխատանքի բնույթն այնպեսինն է, որ պիտի վերահսկի քեզ նման գորգռացողների ու կանոնակարգը խախտողների վրա, եւ շատ մեղմ վարվեց, եթե ասենք օրինակ հիմա կա քննադատելու բան Պետրոսին Ղազարյան, դա մենակ այն կարա լինի, որ քեզ 5 րոպե հետո չվռնդեցին ստուդիայից, քեզ չվռնդեցին ստուդիայից, մարդ ով անգամ իր ստորագրության հանդեպ սեփական ստորագրության հանդեպ հարգանք չունի, որ պարտավորվում է այսպեսին լինել, որ մնաց թե հարգի մնացածներին հարգի շարքային գյումրեցուն, այդ շարքային գյումրեցու վրա դու այսօր կարող ես ժպտասս գրկես, պապաշ պրոժբան, բնակել վայ տղա ջան, բայց դրանից մի ամիս առաջ դու այդպեսինը չես եղել եւ 10 օր հետո այդպեսինը չես լինելու, անկախ քո կարգավիճակից։ Կարճ դադար մեր եթերում։
Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ, վերադառնանք մի փոքր խոսենք հիմա Մարտունից Գրիգորյան, ով շատ sense զոհի տպավորություն էր փորձում թողնել ստուդիայում։ Անկեղծ եթե լինենք, ես ինքս դատապարտում եմ անչափահաս երեխաների առաջ որևիցե մեկի կալանավորումը, հատկապես եթե տեսարժանությունը շատ ավելի բացասական ու կոպիտ ձևով կարող է լինել, այնուամենայնիվ փորձել են կատարել իրենց աշխատանքները այդ մարդիկ, կներեք հանցագործին ձերբակալելուց, այդ հանցագործը թող նախ եւ առաջ ինքը հասկանա, որ ինքը ունի երեխաներ, բայց եկեք մի փոքր խորքից։ Մարտուն Գրիգորյանը երեկվանից ինչ-որ տարածում է, որ 37 թիվն է բռնաճնշումներ են։ Հարգելիս, եթե բռնաճնշումներ են, երեք դու բանավեճին ինչ գործ ունեիր։ Այդ ինչ բանավեճ էր երեք։ Բանավեճ երբ ա եղել 18 թվից առաջ ընտրությունների ընդառաջ բանավեճ հանրային ձևով երբ ա եղել, մի հատ ինձ կարող ես ասել։ Սա մեկ։ Երկրորդ, ես ճիշտ եմ հասկանում, որ Մայր Հայաստան դաշինքը դու ու մնացածները Վարդան Ղուկասյան, ով սատարում էր ձեզ, ասում էր, բան եմ անում, ինչ զորակցում ենք Մայր Հայաստան դաշինքը։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք ուղիղ ձևով ասում եք, որ նորմալ է ընտրակաշարք բաժանելը։ Ես ճիշտ եմ դա հասկանում։ Ճիշտ եմ հասկանում, որ քաղաքապետի թեկնածուն տեղյակ չի, որ ընտրակաշարք բաժանելը քրեորեն պատժելի արարք է։ Ճիշտ եմ հասկանում։ Կամ կուզեիք բոլոր թեկնածուները ընտրակաշարք բաժանեին։ Այդպես լիներ, ընտրությունները այդպես լինել, անեք, ով շատ փող տար նրան ընտրեն։ Կուզեիք այդպես լիներ։ Դա կհամարեիք այդպիսի պետություն, այդպիսի ձայնը ձայն, իսկապես։ Գիտեք, ես մարդկային առումով, անձնական առումով չեմ ճանաչում, ոչ մեկիդ չեմ ճանաչում։ Սարիկին էլ չեմ ճանաչում, ոչ մեկիդ անձնապես չեմ ճանաչում։ Շատ հնարավոր է անձնապես ամեն մեկդ վերցրած հետաքրքիր ինդիվիդուալ մարդիկ եք, բայց կներեք, այս բարքերը ինչ փորձում եք հաստատել, հա, վերահաստատել։ 21 թվականի ընտրություններին քանի հոգի ձերբակալվեցին ու բոլորը այո ձեր դաշինքներից բոլորը որովհետև դուք այդ բարքերի կրողն եք հիմա եթե ԿՊ-ն կամ մարդ ես այսպես հրապարակային հարց եմ տալիս Ժողովուրդ ջան եւ խնդրում եմ եթե գիտեք նման դեպք անպայման նամակ գրեք Free News հեռուստատեսություն անձամբ ինձ կամ մարդ Հայաստանի Հանրապետությունում ով տեղյակ է որևիցե մի դեպքից, երբ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընտրակաշարք է բաժանել։ Ես խնդրում եմ, եթե կա այդպիսի մի դեպք, նամակ գրեք, տեղեկացրեք, ես գնամ դրա հետևից։ Բա այ հենց դրա համար չկա, ինչի չեն բաժանում, բա իշխանություն են, մյուս կողմից էլ ասում եք, գիտեք, ինչ միլիարդներ են լափում։ Բա ինչի չեն բաժանում։ Որովհետև նախ բոլոր պարագաներում դուք ստում եք, եւ երկրորդ դա լեգիտիմություն չի ապահովում, եւ մենք մաքարում ենք հենց դրա դեմ, որ քաղաքացու ձայնը կարևորվի, քաղաքացու ձայնը կարևորվելով կարևորվում է նաեւ նույն այն սահմանադրությունը, որ դուք ասում եք, հեսա Ալիևը ասել է փոխի կփոխեն։ Եվ երեք Հայկ Սուքիասյան շատ լավ պատասխանեց, ասում է, եթե հենց Ալիևին ա դու պետքա փոխել։ Ոնց Ալիևը ասում է, ուրեմն եկեք մենք էլ չփոխենք, ու մեջ օրինակն էլ լավն էր, ասած, հիմի որ Ալիևը ասի բոլորիդ բոյը կարճ է, Ալիևի ինադու բոյովանալու եք։ Այսպեսի Միքայելյանի պատկերացումներով մարդկանց խառնել իրար, եկեք կլինի չի կարելի։ Մարտուն Գրիգորյան, զոհի կարգավիճակում քեզ միտիր, ինչ է նշանակում։ Իմ տղային, իմ իմով չի, էսի հասարակությունը։ Իսկ երբ որ ձեր իշխանությունների ժամանակ իմ երեխային, մյուսի երեխային վիրավորում էին, հայհոյում էին, սպառնալիքներ էին ստեղծում, նորմալ էր ըստ քեզ։ Թե այդ քանի որ քեզ դեռ չէր կպել, նորմալ էր, բայց հիմի որ կպավ, թասիբը թելել զաշկալի տանում կներեք այս բառի համար։ Բա մեր մոտ էլ էր բարձրացել պայթում։ Կամ ինչ է նշանակում կանգնել հանրային հեռուստատեսությամբ մեղադրել այդ իր բանում Սարիկին Մինասյան, մեկ այլ թեկնածուի։ Ոնց կարա թեկնածուն է եկել ձեզ բռնել։ Ոչ, դա համակարգն է աշխատում եւ այո, աշխատում է։ Իրավապահ համակարգով բոլորի համար։ Ինչ որ դեպք գիտեք ԿՊ-ի մասով, խնդրեմ դիմեք։
Չգիտեք, մի կանգնեք գողական գնացեք, մենք դիմող չենք, բայց որ դիմող չէ, բայց ես գնում քաղաքապետ դառնաս։ Բայց երբ որ քաղաքապետ դառնաս ու պիտի ստիպված լինես որևիցե դատական կարգով, որևիցե անօրինական գործունեություն բան անել, օրինականացնել։ Բա ո՞նց է սա անելու։ Ո՞նց է սա Ռուբեն Մխիթարյան հարցը քեզ էլ է վերաբերվում, Վարդանիկին էլ է վերաբերվում, Մարտունին էլ է վերաբերվում, բոլորին էլ վերաբերվում է։ Բա ո՞նց եք անելու։ Դրանց որ սա բոլորդ գողական եք գնում, չգիտեմ, բան եք անում էլի, մենք չենք դիմի ոստիկանություն, բայց այդ պարագայում ո՞նց եք իրավական հարցերը լուծելու որպես քաղաքապետ։ Եվ ժողովուրդը ես խնդրում եմ այս հարցերը դուք էլ ձեր ներսում ունեցեք։ Այս հարցերը դուք էլ ձեր ներսում ունեցեք։ Նորմալ է դա։ Բա ո՞նց են պատրաստվում ձեր իրավունքները պաշտպանել։ Ո՞նց։ Ու sense ախր ոչ մի բան բարդ չի։ Ամեն ինչ շատ պարզ է։ Ու այդ պարզի մեջ պիտի կողմնորոշվեք։ Օրինակ ես հաճույքով շատ կուզեի տեսնել, որ նախընտրական process-ները Գյումրիում գեներացվում են երկու քաղաքական ուժերի միջև։ Անկեղծ եմ ասում։ Լավ, թող լինի 3, չնայած չգիտեմ, կարելի է 3 լինի թե չէ, 2, բայց որովհետև այն մնացածը այլ նախապատվություններ ունեն իրենց քաղաքական պատկերացումներով։ Մեկը Եվրաքվելը, մյուսը բանը, ԿՊ-ն։ Եվ այո, բևեռականությունը այստեղ պիտի լիներ, այն մնացածը պիտի 1% էլ չհավաքեին։ Որպեսզի մարդը Սիսիանում նստած, Կապանում նստած, Սևանում, Գավառում նստած, ասեր, տեսակ, այդ տեսակ Գյումրին մշակութային ընտրություն իրականացրեց։ Մշակութային ընտրություն կատարեց։ Եվ փորձեն գալ հավասարվել դրան։ Մարդը չի գալիս բանավեճի։ Եթե 21 թվականին Քոչարյանը, Սերժը եւ Լևոնը, ովքեր մասնակցում էին ընտրություններին, ներկայանային հանրային հեռուստատեսության բանավեճին, կամ եթե իրենց չներկայանալը քաղաքացին հստակ գնահատական տար 0 քվեով, հավատացած եղեք դրանից հետո այլ կերպ կլիներ։ Եթե Երևանի ընտրություններին բոլորը ներկայանային բանավեճին եւ Երևանցին 0 քվե տար չներկայացողին, հիմա այլ բան, ամեն բան ուրիշ կլիներ։ Եթե Գյումրի ընտրություններին բոլորը ներկայանային ու գյումրեցին 0 տա չներկայացողին առանց բանի, էլ վերջանում է այդտեղ ամեն բան։ Հաջորդ բանավեճերը վերաբերվող ամենատարբեր տարածաշրջաններին կամ ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությանը կլինի այլ որակի ու այլ կերպ։ Մենք ենք զարգացնողը։ Մենք ոչ մի կառավարություն, ոչ մի իշխանություն աշխարհում միայնակ չի կարող ոչինչ անել, եթե հանրությունը դրա ուղիղ մասնակիցը չի եւ հանրությունը չի կարողանում իր ապրելաձևով, իր մոտեցումներով ու նախասերություններով ձևակերպել այն պահանջները, որոնք որ ինքը կուզեր ունենալ։ Ուրեմն որը որ կուզեր տեսներ։ Ուրեմն տեսեք, ես երեք մի դաշնակցական տղայի հետ էի խոսում, բայց ինձ համար նրա դաշնակցական լինելը արդեն մոռացվել էր մեր խոսակցության երկրորդ րոպեից սկսած, շատ հիանալի տղայի հետ, շատ հիանալու մարդու հետ, շքեղ մարդ, մեծ հարգանքով, ընդգծված բանով, խոսքով, մենք երկար մոտ մի ժամ զրուցել ենք, առանց ավելորդ լարվածության, ճիշտ հակառակ, ինձ մի պահ տված 1000 տարվա ընկերոջս հետ եմ խոսում, ուզում էի դրա մասին ասել, ինքը ասեց։ Ու գիտեք ինչ, բոլոր կառույցներում այս տեսակի մարդիկ կան, ովքեր առողջ քննադատություն կարող են ընկալել եւ կարող են առողջ քննադատել, կարող են առողջ հարցեր բարձրացնել, հիմնավորած, որ այդ հարցը գոյություն ունենալու իրավունք ունի եւ առողջ պատասխաններ ակնկալել,
բոլոր կառույցներում կան, բոլոր կազմակերպություններում, բոլոր կուսակցություններում եւ բոլոր կուսակցություններում էլ բնականաբար կան սրիկաներ։ Բայց խոսքը առանձին անձանց մասին չի, խոսքը ընդհանուր թիմի մասին է, ընդհանուր թիմի օգտակարության գործակցի մասին է։ Ասենք օրինակ 1-ից 100 բանի մեջ, սանդղակի մեջ, որ քաղաքական ուժին արդյունավետությունը պետության հանդեպ օգտակարության գործակիցը ինչքան կգնահատեք։ Եվ գիտեք ինչ, այդ նույն կուսակցությունն էլ ինքը անընդհատ ինքնամաքրման process-ի մեջ լինում է։ Ասենք օրինակի համար ասեմ, ինձ այս վերջին շրջանում հատկապես վերջին ամիսներին շատ այդ ճնշումը, կոնկրետ արդեն այդ խոսույթը վերածվել է ճնշման, թե գնել ինչի դու կուսակցություն չես բացում, դու էլ մասնակցես ընտրություններին։ Նայեք, ձեր ցավը տանեմ, չի կարա ինքնանպատակ լինի դա։ Ինչ է նշանակում կուսակցություն բացել։ Կուսակցություն բացել նշանակում է գտնել քեզ գաղափարակից մարդկանց, ովքեր նաև լավ մասնագետ կլինեն, հա, տնտեսագետ կլինեն, իրավաբան կլինեն եւ այլն, որպեսզի եթե հանկարծ մարդ ես, մասնակցեցիր ու ասենք թե հաղթեցիր, բա ինչ ես անելու։ Ընդ որում, որքան էլ որ դու ունենաս քեզ քո կարծիքով, քեզ գաղափարակից մարդիկ, միևնույն է այդ գործունեության մեջ դրանցից 1-2-ը ներդրված են լինելու։ Բայց երբ որ վաղը խոսակցությունը դառնա խոսակցությունով, ո՞նց է արվելու։ Այդ նույն քաղաքացին, ով որ ինձ ասում էր, որ կուսակցություն ինչի չես բացում, այդ նույն քաղաքացին առաջինն է քար նետելու իմ ուղղությամբ, չէ՞։ Եվ այո, այդ դժվար բանը կա։ Նույնն է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ինքը երիտասարդ կուսակցություն է։ Այնտեղ եղել են հիմնականում գաղափարակից մարդիկ։ Հետո ընդլայնվել է այդ կուսակցությունը, որովհետև քիչ-քիչ եկավ հեղափոխությունն էլ եղավ, առհասարակ միանգամից ինքը մեծացավ։ Ու կառավարել միանգամից իմանալով ով է, ինչը մի քիչ դժվար է, պիտի գործի մեջ ստուգես, բայց մի բան հաստատ է, որ ցանկությունը մեծ է, որ լավ լինի։ Եվ ցանկացած կուսակցություն փնտրում է լավ մասնագետների։ Ցանկացած կուսակցություն ձեռքից բաց չի թողնի լավ մասնագետների։ Եվ այդ լավ մասնագետներն էլ եթե քաղաքական պաշտոն պիտի զբաղեցնեն, իհարկե Գյումրիում կան շատ լավ մարդիկ, ովքեր կարող են զբաղեցնել քաղաքական պաշտոն, հա, այդ թվում Գյումրու քաղաքապետի պաշտոնը, բայց իրենք պիտի լինեն կուսակցական, կուսակցությունով պիտի առաջադրվեն։ Հասկանում եք։ Եթե չի առաջադրվում, մարդը չի ուզում մտնի կուսակցություն ու առաջադրվի, հո պարտադրելով չի։ Ու ամեն մեկը Գյումրիի առումով ունի այն, ինչ որ ունի, ներկայացնում է իր ունեցածը։ Ասում է, օրինակ, Եվրաքվեն ասում է իմ ամենալավագույն իմացած մարդը տեխնացուն, ով կարա լինի քաղաքապետ ու ինքը կուսակցության կողմից առաջադրվում է, դա օրինակ Լևոն Բարսեղյանն է։ Քաղաքացիական պայմանագիրը ասում է, իմ կուսակցության մեջ այն գյումրեցին, ով որ կրթությունով, հարգանքով, ամեն ինչով համապատասխանում է առաջին համարին, Սարիկ Նամինասյան։ Հանրապետական կուսակցությունը ասում է Ռուբեն Մխիթարյան։ Մայր Հայաստան կոչված դաշինքը դոլարի անդոնով, որ հետո Մոսկվայում պիտի թրքամետ անալիտիկների ճտկա կոշիկները լիզեր ու Հայաստանի մասին դանոց տաներ հասցներ, ասում է Մարտունն է Գրիգորյան։ Բան այստեղ արդեն Իմիջայլոս Մարտուն Գրիգորյանի մասով, Մարտուն Գրիգորյանը չգնանք, Մարտուն Գրիգորյանը պատվ։ Այս Մարտուն Գրիգորյանի մասով մի հատ էսպիսի բան ասեմ, էլի ժողովուրդ ջան, այնքան ինձ հետաքրքիր է։ Ուրեմն նրա փաստաբանը այսօր հայտարարություն է տարածել։ Այսօր ժամը 11:20-ին Գյումրու քաղաքապետի տեխնացու Մարտին Գրիգորյանի փաստաբան Արսեն Բաբայանը հակակոռուպցիոն դատարանի մոտ կարևոր հայտարարությամբ է հանդես գալու։ Հայտարարությունը կապված է Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբի աշխատանքների հետ։ Հակակոռուպցիոն կոմիտեն վարչական հսկողության
խափանման միջոցի կիրառմամբ փորձում է Մարտուն Գրիգորյանի ղեկավարած մեր քաղաքը դաշինքը զրկել ընտրություններին արդյունավետ մասնակցելու հնարավորությունից, փորձում են սահմանափակել ընտրության օրը ավական ու տեխնացուների եւ դաշինքի այլ անդամների քաղաքական իրավունքները, գրել է Բաբայանը։ Հիմա ով է ներկայացնում Մարտուն Գրիգորյանին? Արսեն Բաբայանը։ Արսեն Բաբայանն ով է? Արթուր Վանեցյանի օգնականը։ Լավ, որ Արթուր Վանեցյանի օգնականն է, դա առանձին աղետ է, ասենք թե բանա պատահել է մարդու կյանքում։ Արսենը Բաբայան էն մարդն է, ով հիմա ասենց խոսում է ինչ-որ ազատ կամ արտահայտություններից, այն մարդն է, ով իմ մասով շառ էր անում, սուտ էր խոսում, կոնկրետ հանրային ձևով շառ էր անում, այդ շառին ես պատասխանում եմ, մինչև այսօր չի կարողանում որպես փաստաբան ներկայացնել իր ասացի հիմքերը։ Բայց ես քաղաքացի եի, իմ մտքերը ազատ արտահայտելու համար դու ինձ վարկաբեկում էիր։ Հիմա ո՞նց ես դու գնալու, ասենք հիմի օրինակ 11:20-ին, եթե ես գայի հակակոռուպցիոն կոմիտե ու ձենտայ ասեի Արսեն Բաբայան, մտ ձենդ կտրի, որովհետև դու քո այդ նույն բերանով մարդկանց վրա շառ ես արել։ Դու ինչ էիր անելու։ Ինչ էիր կարողանալու անել։ Քո մաքսիմումը գիտես ինչ էր լինելու։ Ղզիկի նման կանգնել ղժալը թե բա ինձ բան արեցին։ Եկել են սադրելու, տեսեք, բան իշխանական տեսնես բաներ էր խոսալու, չէ։ Ուզում ես հիշեցնեմ խոսքը ինչի մասին է, որ հանկարծ sense օդի մեջ չմնա։ Խոսքը հետեւյալի մասին է։ Ես երբ որ դուք Ազատության հրապարակը երբ էր 22 թվին էր, երբ էր ձերեն լաոյի շարժումը, երբ որ բան եք արել, զավթել եք այդ ձեր ջիհադիստներով ու նստել եք, բլոկ պոստ եք դրել ու այնտեղ այլ իրավունքներ էր գործում, ինչպես արձանագրեցինք, ես երեկոյան ժամի իմ ընկերներից մեկին, դերասաններից մեր շատ սիրված, միասին մի առիթի ենք, իջնում ենք, ես իրեն ճանապարհում եմ տուն, ու ինքս փորձում եմ առաջանալ մեքենայից մոտ, որ գամ տուն։ Ստիպված պիտի անցնեմ այդ խաչմերուկով։ Ինչի պիտի գնամ շրջանցեմ, չգիտեմ ինչ անեմ։ Գիշերվա ժամ, մարդ էլ գրեթե չկա, ճիշտ է, վրանները կային, բայց մարդ չկա։ Մտնում եմ հենց այդ տեղով անցնելու։ Ես Հայաստանի Հանրապետության մեջ ունեմ ազատ տեղաշարժվելու իմ իրավունքը, որը պաշտպանում եմ հատկապես ձեր նման զավթիչներից։ Մտնում եմ անցնելու, սուս-փուս, առանց որևիցե մի բանի, դե հասկանալի է, մի վրանները դրած, պարզա չէ ինձ որ տեսնեն էլ ինչ է տեղի ունենալու, բայց ամեն դեպքում, ասենք թող իրենք գնան, իրենք մի հատ սահմանադրությունը բացեն, մենակ նրա համար, որ իրենք տգետեն, ես չպիտի իմ ճանապարհը փոխեմ։ Մի խոսքով գալիս եմ անցնելու, այդ արդեն այս կողմից պիտի դուրս գամ, վրաններից մեկի վրա չեմ հիշում, թաղավարտ եմ կարդում, թե ինչ, ձեռքի հետ, ոնց որ հանրային տարածքում թույլատրելի է, չէ, Արսեն Բաբայան, իրավունքի տեսանկյունից եմ, չէ, խոսում։ Բացում ֆոտո եմ, այսպես սպանում եմ, որ ֆոտո անեմ այդ թաղավարտի վրանը, որովհետև չէի տեսել, որ թաղավարտի վրան էլ կարա լինի այդտեղ, ու անցնեմ։ Արդեն նկարել եմ ֆոտո, վիդեո չէ, ֆոտո։ Ուզում եմ անցնեմ այն կողմից, այլը մի արիստե բաման, ուսս լցվան գլխիս։ Իհարկե, ոնց որ պետք էր հակադարձեցի, ընդհուպ միջև դուք ոստիկան կանչեցիք մի բան էլ, մի 50 հոգով հարձակվել էիք վրաս։ Խախանվում է, դե հասկանում են, որ եթե հանկարծ գնա ձեռնամարտի ամեն ինչը շատ ավելի վատ ելք է ունենալու ամեն բան ու բացասական իրենց էշության մասին այդ ամեն ինչը խոսալու, մի խոսքով ոստիկանները ինձ խնդրում են հեռանալ, հայ հեռանում եմ, ես գնում եմ իմ մեքենայի մոտ առհասարակ, բայց իրավունք ունեի, չէ, ազատ տեղաշարժի հանրային տարածքում։ Դրանից հետո ես ձեզ ասել եմ, որ դուք ահաբեկիչներ եք, որովհետև զավթել եք նաև բացի այն ինչ որ արել եք, զավթել եք նաև մի տարածք, որտեղ ՀՀ օրենքները չեն գործում։ Գալիս եմ տուն։ Հաջորդ օրը առավոտյան այս սույն անձնավորությունը վերակենում առավոտյան ժամը 9-ին հրապարակում է անում։ Տեսեք ինչ հրապարակում է անում։ Հենց նորից տեղեկացրեցին իրենց իրավաբանն Արթուր Վանեցյանի բանն է, օգնականը, որ այդ Գնել Սարգսյանը բանա գիշերը հարբած վիճակում մտել է Ազատության հրապարակ
այդ վրանների տարածք եւ փորձել պատռել Հայաստանի եւ Արցախի դրոշները։ Ես գրում եմ իրան, ասում եմ Արսեն Բաբայան, էդի օպերայի կալցևոն է, էլի։ 8 հատ փողոց, 4 հատ փողոց, 8 հատ կամերա։ Դուք ոնց հասկանում եմ ձեր ամբողջ թիմով իմ դեմ շատ եք աշխատում։ Ունեք գնելին իսկապես կործանելու փաստացի հենց իմի մեծ հնարավորություն։ Հանում եք այդ 8 կամերաներից որևիցե մեկի տեսագրությունը, տեղադրում եք, ասում եք, էս էլ մեր ասացի հիմնավորումը։ Ես եղա, ինքն եղավ, այս քայլին չգնացին։ Դե բնականաբար գնան, տեսնում եմ, որ իրանք ապուշ դուրս են տվել։ Էշ դուրս են տվել։ Մարդ են պախարակել, ոնց որ KGB-ն ընդունակ է աշխատելու, Արթուր Վանեցյանը Արսեն Բաբայանին դե սովորացրած կլինի ոնց է աշխատել, մարդկանց պախարակելով, այդպես ստեր տարածելով մարդկանց մասին, նրանց հանդեպ հարգանքը կոտրել։ Մի խոսքով, դրանից հետո բազմաթիվ առիթներ ունեցել եմ իրան գրելու, այնքան որ բլոկել է արդեն բլոկել է։ Մենակ թե այդ հարցին չպատասխանի։ Ու մինչև այսօր մի հատ ձև ա բռնել, ես չգիտեմ դուք ինչ եք ասում։ Բա որ չգիտես ինչ ես ասում, 11:20-ին ինչ ելույթ պիտի ունենայր, որ հակակոռուպցիոնի մոտ։ Պարոն փաստաբան KGB-շնիկի օգնական, չգիտեմ էլ ոնց քեզ պիտի դիմենք։ Մի խոսքով, հարգելի գյումրեցիներ, եթերը մոտեցավ ավարտին, ես խնդրում եմ, այսքան դետալների մեջ խորանալ ձեզ պետք չի անգամ, որովհետև խորանալը, հա, հետո շատ ասում են, գիտեք, Վարդան Ղուկասյանը լիքը բան արել է, էլի ամեն դեպքում։ Հիմա ես ձեզ մի բան ասեմ, կներեք, էլի, պետքա 88 թվից մինչև այսօր, այդ երկրաշարժի ձևով փլատակների մեջ լիներ Գյումրին։ Իհարկե պիտի որոշ բաներ էլ արվեին, որտեվ աշկապոցի պիտի լիներ, որ մարդիկ չասեին, ոնց կարար այդպես մնար։ Դա բնականon ընթացն է, գիտեք, երբ որ մարդը մի հատ սեղանիկ է ունենում, այդ սեղանիկը դարձնում է հետո խանութ, հետո մի քիչ մեծ խանութ, հետո մարքետ, հետո սուպերմարկետ, դա բնականon ընթացն է, այնտեղ ինքը ինչ որ բան չարես։ Բայց եթե դրան զուգահեռ դրում է նաև արտադրություն, այ դա զարգացումն է։ Հասկանում եք, եւ խնդրում եմ ձեզ, ժողովուրդ ջան, ձեր ընտրությունը փորձեք վերաձևակերպել քաղաքակրթության եւ մշակույթի եւ քրեական ենթամշակույթի միջեւ։ Ու այդ դեպքում ձեզ համար պարզ կլինի, թե ում է անհրաժեշտ ձայներ տալ։ Իսկ ես չեմ ուղղորդի ձեզ բնականաբար, վաղն էլ լռության օր է, տեսնենք ինչ կստացվի։ Ամեն ինչ լավ է լինելու, եթերում ազատ շփումներ կհանդիպենք։